Գտնվում ենք երիտասարդական կայարանի երկրորդ հորանում, որտեղ գտնվում է օդափոխման համակարգը, հին օդափոխիչն է, որը տեղադրված է եղել մետրոպոլիտենի բացման ժամանակվանից։ Արդեն ինքը ժանգը կերել է, դարն ապրել է, իր օգտակար գործողության գործակից է նվազել է։ Երկրորդը նոր տեղադրված օդափոխիչն է։ Մետրոպոլիտենի բոլոր հատվածներում առկա է բարձր խոնավություն, ինչի պատճառով մեր մոտ հաճախակի շարքից դուրս էին գալիս սարքավորումները, սարքերը, հին օդափոխիչները չէին կարողանում ապահովել համապատասխան ծավալի օդափոխություն, որպեսզի մենք կարողանանք միկրոկլիման իջացնել, հասցնել նորմերին կամ պահանջված չափերին։ Արդյունքում մենք ունեցանք այս օդափոխիչները, որոնց օգնությամբ մենք բավականին մեծ արդյունավետություն ունենք։ Աջ կողմում գտնվում է օդափոխիչի հեռակայանում վահանակը, որտեղից կարող ենք միացնել եւ տեսնենք օդափոխիչի աշխատանքը։ Խնդրեմ, հիմա կտեսնեք ինչ ձևով է աշխատում։ Մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատանքի 80%-ը շարքային ուղևորը չի էլ տեսնում։ Աշխատանքը չերևացող է, բայց ծանր պատասխանատու, չէ՞ որ մենք մարդ ենք տեղափոխում, մեր գլխավոր լոզունգը անվտանգ եւ անխափան աշխատանքի ապահովումը։